Լեոյան, կնշեք դատավարությունից օրինակ որպես մասնագետ ինչ ակնկալիքներ ունեք ու ընդհանրապես այս process-ները հետագայի համար օրինակ ինչ նախադեպեր կարող են ստեղծել։ Տեսեք, սա հետպատերազմյան Հայաստանում երևի թե արդեն 100-ի հասնող դատավարություններից է, որ մենք քաղաքացիներով, մասնագիտական համայնքի ներկայացուցիչներով գալիս ենք արդարության պահանջով, որովհետև այս բնույթի դատավարությունները դասական քաղաքական հետապնդման դրսևորում է։ Ինչու է Սամվել Կարապետյանը, հայ մեծանուն բարերարը անազատության մեջ։ Այս հարցադրումը կարծում եմ անգամ իշխանության համակիրներին երբ տալիս ենք, պատասխանը միանշանակ է, որովհետև Սամվել Կարապետյանը ունեցել է համարձակություն, ունեցել է այնքան հայրենասիրություն, որպեսզի կանգնի հարձակումների ենթարկվող եկեղեցու կողքին եւ դիմագրավի այդ հարձակումները, որովհետև յուրաքանչյուր գիտակից մարդ հասկանում է, որ թիրախը եկեղեցու դեմքով մեր բոլորիս հայերիս ինքնությունն է։ Ու այստեղ մի կարևոր հարցադրում ենք յուրաքանչյուրս մեզ պետք է տանք, որն է մեր կարմիր գիծը։ Այս իրավիճակում ես համոզված եմ, որ պարոն Կարապետյանի կարմիր գիծը հատել էին, որովհետև չեն կարող հայ մարդու, հայրենասերի մարդու, ով ավելի շատ եկեղեցի է կառուցել, քան առանձնատուն իր համար, այդ մարդու կրոնի նկատմամբ նկրտում իրականացնել ու մնալ անհետևանք ու այդ մարդն էլ մնա անտարբեր իրողությանը։ Այսօր Սամվել Կարապետյանը անազատության մեջ է, որովհետև ինքը ոչ թե հանցանք է կատարել, այլ ունեցել է այնքան համարձակություն, որպեսզի դիմագրավի այսօրվա իշխանության կողմից կատարվող հանցանքին, որովհետև իշխանությունը վարչապետի դեմքով իրավունք չուներ անելու այն ինչ արեց եւ իրավունք չուներ միջամտելու մեր եկեղեցու ներքին կանոնական կյանքին։ Այդ պատրվակով սկսեր հարձակման արշավը եկեղեցու հանդեպ։ Ու այդ հարցադրումը, որ ասում եմ յուրաքանչյուր մարդ իր համար պետք է անի, որն է իր կարմիր գիծը։ Օրինակ իմ կարմիր գիծը հատեցին 2019 թվականին, երբ մեր վարչապետի կոչմամբ շրջափակվեցին մեր երկրի դատարանները։ Ու հենց այդ օրը այն հանգամանքը, որ չունեցավ իր գործողությունը հետևանք, որ չկրեց նա պատասխանատվություն իր հակաիրավական գործողության համար, զուտ այն պատճառով, որ իր քիմքին ոչ հաճո դատական ակտ էր կայացվել։ Մենք այսօր կանգնած ենք այս դատարանի բակում։ Հենց դա էր պատճառը, ու դա էր մեկնարկը, որ սկսվեց մեր երկրում դատական իշխանության ու արդարադատության անկումը, որ սկսեց նահանջել իրավունքի գերակայությունը։ Ու դա է պատճառը, որ այսօր ազատազրկված է մեծանուն հայ բարերարը։ Դա է պատճառը, որ մեր երկրում կալանավորում են նահատակված հերոսների ծնողներին։ Դա է պատճառը, որ մեր երկրում այսօր կալանավորում են սրբազան հայրերին։ Դա է պատճառը, որ արդար իրենց խղճին, օրենքին հավատարիմ դատավորներին լիազորությունները դադարեցվում են, իսկ կամակատարները ունենում են ծառայողական առաջխաղացում։ Ու դա է պատճառը, որ միջազգային իրավունքի հեղինակավոր իրավաբանները գալիս են Հայաստան մարդկանց իրավունքները պաշտպանելու, արձանագրում են իրավունքի գերակայության այսպիսի նահանջը եւ անկումը եւ մեզ համադրում են աֆրիկյան պետությունների հետ։ Սա մեր պատմության ողբերգական ու ամոթալի էջերն են, որոնք ամեն օր արձանագրվում են։ Սա արձանագրված արդարադատության ու իրավունքի գերակայության նահանջն է եւ հատվել է մեր մասնագիտական արժանապատվությունները։ Մենք իրավաբաններս վերջին տարիներին մարտի դաշտում կռվող մարտիկներ ենք առանց զենքի, բայց մենք չենք նահանջում, որովհետեւ զոհասեղանին է մեր մասնագիտական արժանապատվությունը, զոհասեղանին է ավելի մեծ արժեք, մեր բոլորիս ինքնությունը։ Մենք այսօր ես գտնվում եմ դատարանի բակում արդարության պահանջով, այսօր մենք բոլորս կարծում եմ գտնվում ենք դատարանի բակում զորակցություն հայտնելու մեր մեծանուն բարերարին, որովհետև մարդը ինչպես կյանքը ցույց տվեց, մենք չգիտեինք ինչպիսի գործեր էր Սամվել Կարապետյանը տասնամյակների ընթացքում կատարել։ Ու ստիպված մարդը ու իր
աջակիցները, ընտանիքը ստիպված հանրայնացնում են ու գույքագրում են այն բարեգործությունները, որը մարդը արել է, որովհետև մարդուն արդարացնելու համար քաղաքական, բացառապես քաղաքական նպատակահարմարությամբ, քաղաքական հրահանգավորմամբ մարդու ազատազրկումը փորձում են սևացնել մարդու անունը եւ ոչնչի հասցնել նրա կատարած գործերը։ Մինչդեռ միայն համակարգված, եթե չեմ սխալվում, մոտ 1 միլիարդ դոլարի մարդը բարեգործություն է արել, կառուցել է, նվիրել է, օգնել է ու կանգնած է եղել հայի կողքին ու կրկին ընդգծում եմ, հայրենասիրությունն ու համարձակությունն են եղել այն մղիչ ուժը, ինչի հետևանքով այսօր այս մարդը շուրջ 4 ամիս ազատազրկված է ու կարծում եմ մեր պարտքն է հիմա իր կողքին լինելը, աջակցելը, պայքարել այս անարդարության ու անարդարադատության դեմ ու գոնե մեր ներկայությամբ կաշկանդելու ու կոչելու, որպիսի դատարանները մնան հավատարիմ իրենց կոչմանը, խղճին եւ օրենքին։